Ապրիլի 22-ին Վեդի համայնքային ոստիկանությունում տեղեկություն էր ստացվել, որ մեկ անձ մեկ այլ անձի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ։ Ոստիկանները հրավիրել են տուժողին, ով հաղորդում էր ներկայացրել, ինչից հետո հայտնաբերվել է ենթադրյալ հանցանք կատարած անձը։ Այս մասին հայտնել էր ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Ավելի վաղ Բադուան Նյուզը գրել էր, որ Վեդիում անկապակցության միջադեպ է գրանցվել, նշվում էր, որ արարքը կատարածը Վեդու բնակիչներ 58 եւ 65 տարեկան տղամարդիկ ազատության մեջ են։ Ըստ լրատվամիջոցի դեպքից հետո տուժող կողմի հարազատները փորձել են արել վենդետայով վրեժը լուծել։ Իսկ ինչ իրավիճակ է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների մասով Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պաշտոնական տվյալներ էր ներկայացրել։ Մասնավորապես 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1529 քրեական վարույթ, 2024-ին 1374, որից 483-ը փոխանցվել է 2024 թվականից։ Հաշվետու ժամանակահատվածում 1529 քրեական վարույթից 135-ը 145 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ 2024 թվականին 115 վարույթ 128 անձի վերաբերյալ։ Առաջինն ավարտվել է եզրափակիչ ակտով եւ ուղարկվել դատարան։ 2024-ին 670-ը կարճվել է, 2024 թվականին 558, որից 572-ը ռեաբիլիտացնող, 2024 թվականին 479, 98-ով ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 2024 թվականին 79, 72-ը միացվել է 2024-ին, 59, 28-ն ուղարկվել են այլ մարմին։ 2024-ին 20, 78-ը հաշվառվել է որպես վարույթային եւ ապացուցողական գործողությունները կատարված։ 2024-ին 178, 545 քրեական վարույթ փոխանցվել է 2026 թվականին, 2024-ից 442-ը։ Դատարան ուղարկված 132 վարույթից 4-ը քննվել է սպանության, 1-ը ծննդկանի կողմից երեխայի սպանության, 7-ը առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 3-ը առողջությանը թեթև վնաս պատճառելու, 5-ը մարդուն առևանգելու, 2-ը հոգեկան ներգործության, 23-ը ֆիզիկական ներգործության, 35-ը սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը անչափահասին հանցանքի կատարմանը հակելու կամ դրան մասնակից դարձնելու, 1-ը երեխային պոռնոգրության կամ պոռնոգրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելու կամ ներգրավելու, 1-ը երեխայի հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, 1-ը ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 2-ը երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 8-ը ալիմենտ վճարելուց խուսափելու, 32-ը այլ հանցագործությունների դեպքերի առթիվ։ Դատարան ուղղված վարույթներով 157 տուժողից 49-ը եղել են մինչև 12, 47-ը 13-ից 14, 42-ը 15-ից 16, 19-ը 17-ից 18 տարեկան։ Դատելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1529 քրեական վարույթ, 2024-ին 1374, որից 483-ը փոխանցվել է 2024 թվականից։ Փաստացի անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թվերը աճել են։ Ինչով կավարտվի Վեդիում 2 երեխաների նկատմամբ կատարված ոճրագործությունը, կհետևենք քննության ընթացքին։ Փաստ է մեկ բան, այս պահին կա ձերբակալված անձ։